Բարև ձեզ, Շանի Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր սեպտեմբերի 16-ն է, երեքշաբթի։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում է ունեցել Հռոմի սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ պապի հետ։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետերը առանձնազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում երկու հովվապետերն անդրադարձել են աշխարհում տեղ գտնող արհավիրքներին և մտահոգիչ զարգացումներին, Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին ու դիմագրավող փորձություններին։ Կաթողիկոսը Հռոմի պապին է ներկայացրել Արցախից տեղահանված արցախահայության հիմնախնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների և պատանդարվածների ազատ արձակման հրամայականը։ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75% սահմանում։ Կենտրոնական բանկի նախագահը թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել։ Մի կողմից խորհուրդը դիտարկել է ատիպի սցենարներ կապված հարկաբյուջետային քաղաքականությունների ազդեցությամբ համաշխարհային և ներքին չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ինչպես նաև ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի։ Մյուս կողմից խորհուրդը քննարկել է B տիպի սցենարներ, ներառյալ անշարժ գույքի գների հնարավոր աստիճանական ճշգրտման պայմաններում տնտեսությունում թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ու խորացմանն ու համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարների վերաբերյալ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքների ավելի ցածր ուղի։ Արդյունքում կարևորելով ատիպի սցենարներից բխող մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը, Կենտրոնական բանկի խորհուրդը ներկա շրջափուլում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճը 3% նպատակի և գների կայունության ապահովման համար։ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ վերացվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը և նրա նկատմամբ 5 միլիոն դրամ գրավ է կիրառվել։ Հիշեցնենք, հակակոռուպցիոն դատարանում քննվող գործով Վարդան Ղուկասյանը մեղադրվում է 1999-ից 2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ընդլայնել է ցամաքային գործողությունները Գազայում, նպատակն է Գազայի հատվածում ամրապնդել մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերված նվաճումները։ Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով իսրայելական կողմը մտադիր է գրավել քաղաքը և վերացնել Համասը։ Երեկոյան Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային ավիահարվածներ են հասցրել Գազա քաղաքին։ Կարճ ժամանակ անց, ըստ Գազայում պաղեստինյան մամուլի հաղորդագրությունների, իսրայելական տանկերը մտել են քաղաք։ Լրատվամիջոցների տեղեկություններով իսրայելական հարվածների հետևանքով կա 70-ից ավելի զոհ։ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները ցեղասպանություն են, ՄԱԿ-ի հանձնաժողովը զեկույց է հրապարակել։ Հանձնաժողովը կարծում է, որ Իսրայելը պատասխանատվություն է կրում Գազայում ցեղասպանության իրականացման համար։ Ակնհայտ է, որ մտադրություն կա Գազայում ոչնչացնել պաղեստինցիներին այնպիսի գործողությունների միջոցով, որոնք համապատասխանում են ցեղասպանության մասին կոնվենցիայում սահմանված չափանիշներին, հայտարարել է հանձնաժողովի նախագահ Նավի Փիլեյը։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կտրականապես մերժում է այդ զեկույցը, այն անվանելով խեղաթյուրված և կեղծ։ Եվրամիության 5 երկրներ վետո են դրել Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումը սահմանափակելու առաջարկի վրա։ Այդ երկրներն են Հունաստանը, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան և Հունգարիան։ 2022 թվականի սեպտեմբերին Եվրամիությունը դադարեցրել է Եվրամիության և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը։ Իտալական ANSA գործակալությունը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ 19-րդ փաթեթը պատրաստելիս քննարկում է վիզա տրամադրող մարմինների համար ավելի խիստ առաջարկություններ մտցնելու հնարավորությունը, քանի որ ռուսները ամռանը սկսել են ավելի հաճախ մուտք գործել Եվրոպա։
Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր 19-րդ փաթեթի հայտարարման ամսաթիվը անորոշ ժամկետով հետաձգվել է։ Պատժամիջոցների հայտարարումը տեղափոխվել է նաև այն պատճառով, որ ներկայում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Եվրամիությունը փորձում են հասնել Սլովակիայից եւ Հունգարիայից ռուսական նավթի գնման հրաժարման, սակայն դեռևս ապարդյուն։ Շնչառական վիրուսների տարածման նպաստավոր եղանակներ են գրիպով չհիվանդանալու կամ գոնե թեթև ընթացք ունենալու համար պոլիկլինիկաներում սկսվել են գրիպի դեմ պատվաստումները։ Շրջանառվող մյուս շնչառական վիրուսների ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի նկատմամբ ևս պատվաստանյութը արդյունավետ է։ Տարեկան կամ օրացուցային պատվաստումների փոխարեն պոլիկլինիկաներում պահանջված է դարձել հակակատաղության պատվաստանյութը։ Բժիշկները ցուցանիշով մտահոգված են, ահազանգում են թափառող շների հարձակման դեպքերի աճի մասին։ Ես գրիպ շուտ գնի, ինչ սկսեցի պատվաստվելը հմի թեթև գտանիմ, էլի գնում թեթև գտանիմ, հետո շմարե փորձել եմ դրա համար կամ կսրս։ Մարզի պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում սեզոնային գրիպի դեմ պատվաստումների շրջանն է։ Ճիշտ այն սեզոնին, երբ շնչառական վիրուսներն են ակտիվանում։ Աշունն ու գարունն է սրացումների եղանակը, բայց գրիպի դեմ պատվաստում ստանում են տարին մեկ անգամ։ Ֆրանսիական արտադրությամբ 0.5 մլ վաքսի գրիպ պատվաստանյութով ապահովված են պոլիկլինիկաները։ Այն ներարկիչով անցկացնելու կարիք չկա, մեկ անգամյա օգտագործման սրվակը բացվում է բուժառուի աչքի առաջ եւ ներարկվում թևից։ Չափաբաժինը բոլորի համար նույնն է, հակացություններ գրեթե չկան։ Եթե տվյալ պահին պացիենտը դիմել է քանգատներով, ունի ջերմության բարձրացում, ասենք օբյեկտիվորեն եթե լսում ենք թոքերում, աուսկուլտատիվ ինչ-որ խզոց ենք լսում, տվյալ պահին իհարկե չի կատարվում պատվաստումը, ասենք մի քանի օր կարող ենք հետաձգել։ Հնարավոր է մի քիչ ձեռքի ինչ-որ ցավ կարող է լինել մկանացավ, այդքան ջերմությունը կարելի ասել, որ չի լինում հիմնականում պատվաստումից հետո։ Պատվաստվելու արդյունքում մասնագետները վստահեցնում են, չեն հիվանդանում գրիպով, եթե լինի էլ թեթև են տանում, վերին շնչուղիների ինֆեկցիաներից էլ պաշտպանված են մնում։ Վարակման բարդ դեպքեր չեն արձանագրվել նախորդ տարիների համեմատ, իսկ մնացած դեպքերում ընտանեկան բժիշկներին չեն անհանգստացնում։ Փորձված օգտակար տեղամիջոցներով տանն են բուժվում։ Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, այս տարի մենք գրիպի դեպքեր գրեթե չունեցանք։ Ամառը ծանրաբեռնվածություն չունեինք, գարնան ամիսներին ծանրաբեռնվածություն չունեինք, ի տարբերություն նախորդ ամիսների, չունեինք ոչ միայն վերին շնչուղիների ինֆեկցիաներ, չունեինք նաև աղիկային ինֆեկցիաներ։ Շնչառական վիրուսները, հատկապես գրիպը, այսօրվա սովորական ախտանշաններով, քթարտադրությամբ կամ բարձր ջերմությամբ չէ միայն, որ ուղեկցվում է։ Այն կարող է բարդություններ տալ, թոքաբորբ, մենինգիտ կամ ներքին ինֆեկցիաներ։ Մարմնի ջարդվածություն, մկանացավեր, թուլություն, չոր հաս, կոկորտում սեղմածության զգացողություն, հիմնականում մկանացավեր ու այդ կոկորտի անդուր զգացողություն, այդպես են գալիս։ Նախկինում որ գրիպ էր, չէ, գրիպով դիմում էին, հիմնականում քթից հոսք կար, պարդադիշ քթից աչքերից հոսք կար։ Հիմա ոնց որ այդ կլինիկան չկա։ Բարդություններից խուսափելու տարբերակ է եւ անհրաժեշտ գրիպի պատվաստումները այն մարդկանց համար, որոնք ռիսկի խմբում են, սկսած հենց բուժաշխատողներից։ Հետո մանկական տարիքի երեխաներն են, հղիները, տարեցները եւ քրոնիկ հիվանդները։ Ռիսկային են համարվում փակ կազմակերպությունների աշխատակիցները։ Դպրոցների սեզոնն է, աշակերտները շատ են արդեն շփվում իրար հետ։ Դրա համար, քանի որ պատվաստանյութերն են նոր են ստացել, եկել են պատվաստվելու։ Ես ուրիշ խնդրի համար եմ եկել ավելի լուրջ։ Հələ տեսնենք ինչ չէ, նոր անպայման կպատվաստվի։ Չեմ կբի գրիպ, չեմ կբի, այդ վարակն է չկբա, պատվաստված է ելի, մերոնք բոլորն է կպատվաստվեն։ Ձեզ համար արդյունավետ այսինքն պատվաստումը։ Օգուտ է էլի, շատ լավ է, հիվանդնաս հետո տեղեր, բաներ։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակներն անցան, համատարած պարտադրված։ Հերթ կանգնելով պատվաստումները չկան, բայց վիրուսի տեսակներից SARS-CoV-2 հարուցիչը կա։ Հիվանդության դեպքեր Գյումրիում չկան, պատվաստումները ոչ միանշանակ կամ ոչ տրական ընդունողներ էլ կան։ Հետագա բարդություններից եւ կողմնակի ազդեցություններից վախեցողներն են շատ։ Երբեմն մարդիկ ասում են վակցինայից վախենում եմ։ Ես հարցնում եմ, բայց այդ նույն սնունդից դու չես վախենում։ Ամեն ինչ խեղաթյուրված է այժմ։ Դրա համար մարդը պիտի աշխատի հնարավորինս անի այն, ինչ ինֆորմացիա տալիս է բուժաշխատողը։ Պացիենտի հետ խոսալով, բացատրելով, իհարկե հասկանում են, ընդունում են եւ ունենք դրական արդյունք։
Մասնագետները անհանգստացած են հակակատաղության դեմ պատվաստումների կտրուկ աճից, շների կծելու դեպքերն են շատացել։ Երբեմն էլ մարմնի տարբեր հատվածներ հոշոտված, ծայրահեղ վիճակում հիվանդանոց են տեղափոխվում տուժածները։ Ամիսը դեռ չավարտված հակակատաղության պատվաստանյութը վերջանում է։ Պոլիկլինիկաները ստիպված նոր քանակի ստացման պահանջ են ներկայացնում։ Ամեն օր օրական երևի 10 հոգու մենք հակակատաղության վակցինա ենք անում։ 10 հոգու, հələ մի հատ վերլուծեք, ու այդ մաշտիկ երկրորդ, երրորդ անհրաժեշտության դեպքում ստանում են նաև 4-րդ, 5-րդ դոզաները, կախված վեժքի խորությունից։ Առողջության եւ կյանքի համար վտանգավոր են պարանոցի գլխի, դեմքի շրջանում հասցված վերքերը, ստիպված են լինում բուժման տարաբնույթ կուրսեր անցկացնել, հետագա ինֆեկցիոն բարդությունները կանխելու, ցավերը մեղմելու համար։ Երբ վեժքը լինում է դեմքին, ասենք պարանոցից վերև, նաև իմունոգլոբուլին է արվում, որովհետև կարող է թույնը բարձրանալ ուղեր ու ավելի լուրջ բարդություններ տալ, էդ էլ կա։ Ու այդ դեպքում արդեն բուժական միջոցառումների տակտիկան լրիվ փոխվում է։ Ու այս հարցը դարձել է անլուծելի, անզոր ենք, մենք անզոր մարդիկ ենք։ Թափառող շների հարձակումների դեպքերը հասել են անկառավարելի չափերի։ Չկա օր, որ պոլիկլինիկաները այս մասին ահազանգեր չստանան։ Գծած ու խորը վերքերով տուժածներին համապատասխան օգնություն ցույց տալ հաճախ անզոր են, ասում են բժիշկները։ Անցած տարի մուշ թաղամասում շների հարձակման հետևանքով բազմակի խորը վերքեր ստացած մանկահասակ երեխայի կյանքը փրկել չեն կարողացել։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսն այսպիսին էր, նորությունների հետևեք մեր հաջորդ թողարկումներում։